Սևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկրտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց հուլիսի 30-ին ժամը 19-ի սահմաններում։ 15 րոպե անց Սևան բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թվականին ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների եւ Սևանի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում լողափում ծեծկրտուք է տեղի ունեցել Աշոտ Հովհաննիսյանին, նրա երկու որդիների եւ 1989 թվականին ծնված Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջև, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել է հիվանդանոց։ Աշոտ Հովհաննիսյանի որդին 1981 թվականին ծնված Էդգար Հովհաննիսյանը հետապնդել եւ ժամը 19:05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կիլոմետրում գտնվող ճանապարհի բանուկ մասում Դավիթ Առաքելյանին իջեցրել է Mercedes ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա։ Վերջինս գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։ Էդգար Հովհաննիսյանը ժամը 20:05-ին մեղայականով ներկայացել է Սևանի բաժին եւ ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Էդգար Հովհաննիսյանը ձերբակալված է, կատարվում է քննություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հուլիսի 28-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 34-ը, արձանագրվել է թմրանյութի եւ զենք զինամթերքի հայտնաբերման 2-ական դեպք, բացահայտվել է գողության 24, սխարդախության 9, ապօրինի ծառայատման 5, անձի առևանգման, շորթման, խուլիգանության 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի եւ յուրացման կամ վատման 1-ական դեպք։ Նախկինում կատարված գործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Հուլիսի 24-ից 30-ը Երևանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 135 տրանսպորտային միջոց, որոնցից 71-ի վարորդները մեքենան վարել են ոչ ստավ վիճակում, մեկի խլացուցիչը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև Արշևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ վարվող 57 տրանսպորտային միջոց։ 48-ի վարորդները հողմապակու թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին։ 5 վարորդի նկատմամբ էլ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր եւ առարկաներ նետելու համար։ Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արթուր Մարգարյանը։ 39-ամյա Մարգարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 հեռախոսահամարով։ Հուլիսի 14-ին ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի ռեստորաններից մեկի նախասրահում մի կին աթոռին դրված պայուսակից հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է 400,000 դրամ եւ բանկային քարտեր։ Տեսագրությունում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին, զանգահարել 0222 22202 010 59 06 14 հեռախոսահամարներով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։